Բարի գալուստ Սերգեյ Դանելյանի podcast։ Սիրելիներս, նա ով որ չի գրանցվել, կարող եք արդեն գրանցվել, որովհետև շատ հետաքրքիր թեմաներ ենք շոշափելու իմ, այսպես ասած, հետևորդների հետ միասին, դուք էլ ավելացրեք իմ հետևորդների քանակը, նաև like դրեք, որպեսզի այս եթերները նայեն բացի ձեզանից էլի ինչ-որ մարդիկ, աջակցեք ինձ Patreon-ում, եթե հավանում եք այն, ինչ որ ես անում եմ։ Մինչև եթերին անցնելը հիշեցնեմ, որ ամսի 10-ին Լավինյուում խաղալու եմ իմ հերթական ներկայացումը իմ ընկերների հետ, կոչվում է Contrast, այսպես ասած, դա լինելու է ամերիկյան եւ հայկական մշակույթների մի միքս, մի այդպիսի մի ներկայացում ենք պատրաստել ընկերներիս հետ, ընկերներս կեսը տեղացի են, ամերիկացիներ են, կեսը հայեր են, ինչպես ես, մի խոսքով շատ հետաքրքիր երեկո է ձեզ սպասում, տոմսերը թիքետ մի կետում է, կարող եք գնել։ Իսկ հիմա ասենք բուն թեմային։ Հիմա կխոսենք մի երևույթի մասին, որը արդեն վաղուց մտել է մեր կյանք, մտել է մեր աշխատանքային վայր, մտել է մեր ընտանիքներ, մտել է անգամ մեր ննջարաններ, դա սոցիալական հարթակներն են եւ social մեդիան, այսպես ասած, կխոսեմ դա վնասների եւ օգուտների մասին։ Ինձ իրավունք են վերապահում դրա մասին խոսել, որովհետեւ Facebook-ի ստեղծման գրեթե առաջի տարվանից ես Facebook-ում եմ եւ շատ վաղուց ունեմ YouTube-յան ալիք եւ այսպես ասած իմ փորձը այն ամեն ինչ որ ես տեսել եմ, կուզեմ դες հետ կիսվեմ։ Եկեք իհարկե չբացառենք, որ սոցիալական հարթակները, social մեդիան շատ մեծ կարևորություն ունեն մեր կյանքում, անգամ որոշ հեղափոխություններ արվում են հենց այդ հարթակներում, հա, մենք հիշում ենք նաև մեր հեղափոխությունը կամ իշխանապողությունը, ինչպես կուզեք 18 թվին եւ միգուցե դա է պատճառը, որ ավտորիտար երկրներում այդ social մեդիաները փակում են, օրինակ Ադրբեջանում է փակ էր, երբ որ պատերազմը սկսվեց, մեր 44 օրվա Ռուսաստանում է փակ, բլոկվում է, Չինաստանում հենց իրանց բաներ ունեն, սոցիալական հարթակներ ունեն, բայց չեն թողում, որպեսզի մարդիկ մտեն ընդհանուր համաշխարհային սոցիալական հարթակներ։ Մի խոսքով շատ կարևոր մի սեգմենտ է ավելացել մեր կյանքում եւ ունի իր լավ եւ վատ կողմերը։ Ես հիմա այդ կողմ դեպի շատ չեմ խորանա, որովհետև այսպես մասնագետ չեմ, մեդիա մասնագետ չեմ, բայց խոսեմ այն խնդիրների մասին, որ ինձ է հետաքրքրում, կարծում դες եք հետաքրքրի։ Եկեք հասկանանք, ինչի է մարդկանց մոտ առաջանում այդ պահանջը, օրինակ սոցիալական հարթակներում սեր բացատրվելը։ Հազար անգամ տեսել ենք, չէ՞, ինչ որ մեկը գրում է, որ շատ ասիրում իր կնոջը, իմ սիրելիս, ինչ լավ է, որ մենք հանդիպեցինք, ինչ լավ է, որ դու իմ երեխաների մայրն ես, բան եւ այլն։ Եվ այստեղ մի հարց է ծագում, ասենք, իսկ ում է հետաքրքրում դու, ասենք, սիրում ես քո կնոջը թե չէ, բան, հա, ասենք, ինչի համար ես դու քո զգացմունքները հանրայնացնում։ Միանգամից եկեք բացառենք երիտասարդներին, որովհետև այն երիտասարդները, ովքեր որ նոր են հանդիպել, նոր են ընտանիք կազմել կամ նոր են ընկերացել եւ ուզում են կիսվեն իրենց հաջողություններով, որ հա, ես սիրում եմ սրան, ինքը սիրում է ինձ, ինչ լավ է, որ մենք միասին ենք, դա մեքենայում բարձր երաժշտություն լսելու սինդրոմն է։ Այսինքն տեսել ենք, չէ՞ որ ասենք մեքենայում ինչ-որ մեկը ուժեղ երաժշտություն է միացնում, որպեսզի սաղ լսեմ, որ նա երաժշտություն է լսում, որ նա լավ տրամադրություն ունի։ Ես կարծում եմ մարդու մոտ այդպիսի ցանկություն չի առաջանա, եթե նա տափաստանով քշի կամ անտառի մեջ լինի իր մեքենայով բարձր երաժշտություն լսի, ասենք ում համար լսի, նապաստակների կամ արչերի համար, բնականաբար ոչ, ինքը կլսի այնքան որ իրան է լսվում, բայց դուրս ուզում ես լսեցնես, այսպես ասած, դա երիտասարդների մոտ չեմ ուզում վատ բառ օգտագործեմ, ուղղակի ոչ հասուն այսպիսի մի ցանկություն է, դա նորմալ է, երիտասարդներին դա բնորոշ է, ասենք, հասուն չլինելը, ասենք, հա, եւ իրանց էմոցիաները ցույց տալ ու ուրախանալը, ինչի են ասում, բան, տես հորթի ուրախությունը, հա, ասենք, տես ու շատ բան է, կողքից որ նայում ես, բավականին պես հաճելի զգացողություն է, էլի որ երիտասարդները տես սիրում են իրար բան եւ Բայց երբ որ մեծ մարդը, ասենք երեխաներ ունի արդեն, մարդկա թորներ ունի արդեն, մեկը չգիտես թե ինչու
որոշում է, ասենք, իր կնոջը շնորհավորել ծնունդը սոցիալական հարթակում։ Facebook-ում գրում է, «Օ, ինչ լավ է, 10 տարի առաջ մենք հանդիպեցինք իրար, օ դու իմ միակ» եւ այլն եւ այլն։ Այստեղ կա մի քանի պատճառ։ Ես էլի կրկնեմ, որ հոգեբան չեմ, բայց սենց մի հատ իմ ըստին վերլուծությունների սուբյեկտիվ կարծիքի, ես անձնական կարծիքի, ինձ թվում է, թե այդպիսի զույգերի մեջ խնդիր կա։ Խնդիրներից մեկը կարա լինի, որ զգում է, որ ինքը ուզում է, որ ինչ-որ մեկը լսի դրա մասին, հա, ասենք կինը շնորհավորում է ամուսնու ծնունդը, նրա համար, որ սաղ իմանան, որոշ մարդիկ իմանան, լսեցնի, այսպես ասած, որ նա սիրում է իր ամուսնուն, որ դա իր ամուսինն է, որ այո, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, եւ ես իմ ամուսնու ծնունդը շնորհավորում եմ։ Նույնն է տղամարդը։ Եթե նա շնորհավորում է կնոջ ծնունդը մարտի 8-ը, ասենք սոցիալական հարթակում, ուրեմն ինչ որ բան չի բավարարում իրան, որովհետեւ ի վերջո քո կինն է, քո հետ ապրում, ուզում է շնորհավորես, այդ օր երեխեքին ուղարկի զոնքաչի տուն, լավ մի հատ ռոմանտիկ երեկո անցկացրեք մոմերի ներքո։ Հաստատ ոչ մի ցանկություն չի առաջ մի հատ կամերա դնես ու մտնես բան ուղիղ եթեր ցույց տաս թե ինչ ես անում, բայց եթե քո մոտ այդ պահանջը կա ասելու, որ ես ոնց եմ ես սիրում, ոնց եմ ես առանց իրան չեմ կարում ապրեմ, ինչ լավ է քեզ հանդիպել եմ, շնորհավոր ծնունդդ, մարտի 8-ը, նոյեմբերի 7-ը, կամ էսի ինչը։ Նոյեմբերի 7-ը հեղափոխության օրն է, էլի։ Հա։ Ուրեմն ստեղ ինչ-որ մի հատ խնդիր կա, ուրեմն ինչ-որ մի հատ բան կա, որ դու դա ուզում ես անել, հա։ Կամ այն ոչ հասուն այն մոմենտն է, հա, որ ասենք բարձր ուզում ես երաժշտություն լսել, որ սաղ լսենք, ամեն երիտասարդների, որ մի անգամ համբուրվել են ու անպայման ուզում են իլուր աշխարհի ասել, որ հա, տեսեք, մենք ինչքան ենք սիրում իրար։ Երկու դեպքում էլ մտահոգիչ է, եթե դա հասուն մարդիկ են, որովհետև իսկապես անհասկանալի է այդ պորտկումը, այդ բանը, որ ասենք մարդը անպայման ուզում է, որ բոլորը իմանան, որ իր կնոջ կամ ամուսնու ծնունդն է կամ եւ այլն։ Կամ ունի մի ուրիշ խնդիր։ Մեղքի զգացում։ Հիշում եք, չես մի հատ անեկդոտը չեմ հիշում, բայց հիշում եմ դրա բանը, իմաստը, որ ամուսինը կնոջը ծաղիկ է բերում, կինը ասում է, այս ինչ է, այս մի խալաթ արել ես, որ ծաղիկ ես բերում ինձ, էլի, հա, լևիա գնացե կամ բան, դրամաց, հա, տենց անեկդոտ կա, բայց չեմ հիշում ինչ է, բայց հասկացաք ինչ եմ ես ասում։ Ուրեմն եթե դու ասում ես, որ դու սիրում ես, չես կարում բան, խելագարվում ես, ուրեմն ունես ինչ-որ մեղքի զգացում քո կնոջ հանդեպ։ Անպայման չի, որ դու ինչ-որ այդ օրը լևի գնացած ես կամ էսի ինչ դավաճանակ լինես, բայց զգում ես, որ քո տված ուշադրությունը բավական չի իրան, զգում ես, որ դու մի քիչ թերի ես, զգում ես, որ կինդ ավելին է պահանջում, որ դու իրան ցույց տաս կամ ամուսինդ ավելին է պահանջում եւ դու արդեն մեջտեղից ճղվում ես, նաեւ դու ես գալի սոցիալական հարթակ եւ ցույց ես տալի քո սերը եւ այլն։ Դա էլ խնդիրներից մեկն է։ Հիմա խոսենք այն մասին, որ երբ որ մեծ մարդիկ, ասենք թորնատեր մարդը, տատիա կամ պապիա, շնորհավորում է կամ ուրախանում է իր թորան համար սոցիալական հարթակում, ասում է, վայ ցավդ տանեմ, ինչ լավ է ընդունվեցիր ինստիտուտ, վայ ցավդ տանեմ, ինչ լավ է դու ծնվեցիր այսօր քո ծնունդն է կամ բան, ուրեմն այստեղ կա մի հատ էլի ներքին ինչ-որ անբավարարվածության զգացողություն, որ դու ուզում ես սոցիալիզացնես դա, անպայման հանրայնացնես։ Տատիները ու պապիները դա ստերեոտիպին անում են դրա համար, որովհետև թորները չեն զանգում իրանց, քիչ են ուշադրություն դարձնում կամ էլի ինչ-որ մեկին լսեցնելու համար, հա, ասենք պապին, ասենք դա կամ տղամարդիկ մի քիչ ավելի քիչ են, քան տատիները այդ էմոցիոնալ դաշտում, հա, ուզում են ցույց տալ, որ իրանք տեսեք թորը ընդունվեց ինստիտուտ, տեսեք թորը արտասահմանում էս մնչերի հասավ, Հարվարդը ընդունվեց կամ եսի ինչ, ցույց է տալի կամ իր
չուզողներին կամ էլի որևէ մեկ, այսինքն դա ինչ որ մեկին մեսիջ է, ժողովուրդ ջան, ինձ օրինակ բացարձակ չի հետաքրում։ Պողոսի կամ Մարտիրոսի թոռը ընդունվեց ինստիտուտ, սիրահարվեց, երեխա ունեցավ, թե չէ, այսինքն 1000 տարի քեզ դա պետք, այսինքն այդտեղ կա ինչ որ օգտատեր, ինքը ունի ինչ որ մի հատ թիրախ, որ ուզում է ցույց տա անպայման, որ ըհը տեսեք ես էլ ձեր աչքը հանեմ, իմ թոռը էսա կամ էսա, բայց այսինքն դու մենք պիտի միշտ տեսնենք, որ դրա տակ ինչ որ խնդիր կա։ Միգուցե դա այն բոլոր խնդիրները չի, որ կարող է լիներ։ Խնդրում եմ ձեզ, ձեր կոմենտներում գրեք, եթե ես սխալվում եմ, եթե դուք ունեք ինչ որ մի ուրիշ գաղափար այդ թեմայով, ապա ասեք, չէ, գիտես, այս sense խնդիր է կարող է լինի։ Իդեպ ժողովուրդ ջան, չմոռանաք, հենց հիմա մի հատ լայք դնեք, այս եթե մի քիչ ավելի շատ մարդ կնայի եւ ավելի շատ մարդ կկոմենտի, որ հետո կարողանամ ես հասկանամ, ես ճիշտ եմ մտածում, թե ոչ։ Ստեղ մի հատ ուրիշ խնդիր եմ ես տեսնում, գիտեք, կան մարդիկ, որոնք որ ցույց են տալիս իրանց երեխեքին։ Հիմա եկեք խոսենք ոչ թե միայն խնդիրների մասին, այլ բավականին, ասենք այն խնդիրը այնա, որ դա վնաս կարող է հասցնել մարդու ընտանիքին։ Ես մի ընկերուհի կարևոր չի, մի ծանոթ, մի օգտատեր ունեմ, որը որ միշտ իր երեխուն նկարում ու գցում էր եթեր։ Միր վայ երեխես մազերը սենց է, երեխիս աչքերը սենց է, վայ հաց կերավ, վայ քայլեց, վայ նստեց, վայ եսի ինչը փորիկը ցաված, բայց հիմա անցավ, ունդեղ մամաները միշտ գրում, միշտ մամաներն են, չէ՞, տես բաներին, ասենք, արձագանքում, ամենահետաքրքիր արձագանքը, վայ ես ոնց է մեծացել։ Սիրելի մամաներ, ինչպես ասում էր դասական Գալուց Սահակյանը, երեխաները պարտավոր են մեծանան, ասենք դա ոչ մի զարմանալու բան չկա, միշտ զարմացել է, որ երեխուն տնում են, ասում են, վայ ոնց ես մեծանա, պետք է փոքրանար, ասենք բնականաբար, չէ, հա, բայց այդ մամաներին մի զարմացնա, վայ ոնց է մեծացել, հա, այդ սա կոմենտերը գնում են, միշտ այդ կոմենտերի մամաներն են մասնակցում, միշտ, վայ ոնց է մեծացել, վայ ինձ սիրուն է, վայ սենց, վայ նենց, վայ նենց, օրերից մի օր այդ օգտատերը ինձ գրեց մի հետաքրքիր մի բան, ասես գիտես իմ երեխայի նկարը օգտագործել է ինչ որ մի օգտատեր, որը ըստ երևույթին ինչ որ մանկապիղծ ինչ որ մի տենց մի սայտից էր, հա, եւ նեղվել էր ահագին, այն ժամանակ էլ բան չկար, տարեստական բանականություն բան չկար, էլ հիմա ասենք պես միկրոֆոնը կարած վերցնես ու ասենք ինչ ասես նկարես իր հետ, հա, ասենք հիմա զարմանալու բան չի, անպայման չի դու ինչ որ նկար գցես, որպեսզի ինքը անի, ասենք մի հատ մի փուչու մի բան էլ եղավ կարան սարքել, բայց այն ժամանակ էլ դա դեռ չկար, ու այն ժամանակվանից արդեն վտանգավոր էր։ Ու ես ասացի, բա ինչի ես ամեն վարքյան գցում եթեր է երեխին, ինչի համար իմաստը, հա, ու հետո բավականին նեղվել, հետո բնականաբար թարգեց այդ ամեն ինչ, այդ օրվանից էլ սկսեց բան չանել, եւ գիտեք, այստեղ նաեւ կա երեխաների պաշտպանության, երեխաների իրավունքի էլեմենտ կա։ Դու այդ երեխուն հարցրել ես, ինքը ուզում է, որ դու իրան գցես եթեր։ Հիմա կասեք, լավ էլի դու էլ ոչ ասեցի երեխունով արժում։ Չէ, այդ երեխեն վաղը, երեխեն բան չի է, շունչի, կատու չի, որ նկարես գցես, բան, երեխեն վաղը մեծանալու է այդ հարցերը տա։ Կատուն չի հարցնի այդ հարցը։ Բայց երեխեն կմեծանա կդառնա հասումոր, կասի պապա ջան կամ մամա ջան, այս ասենք բերանս մաննիկ աշայոտ բան, տես տրուսիկով բան նկարեք, յանի ինչ։ Ինչը կա դե ջան փոքր է, բա դու ինձ հարցրել ես։ Հասկանում եք, որ ստե ինչ որ մի հատ մի մոմենտ կա, որ մի քիչ անարդար է երեխու հանդեպ։ Բացի այդ, որ ձեր հանդեպ էլ դուք դառնում եք խոցելի, հա։ Բայց երեխայի հանդեպ էլ կա այդ բանը, որ դու երեխային չես հարցնում, բայց անում ես դա, մտածելով որ քո երեխան է քո վեշն է, էլի։ Կուզեմ գնա, քո մեքենան չի, է։ Դե դե չեմ ասում մեքենա թիպի նկարից եթեր, հա։ Լոպազանալու բանակ գցում ես, հասկացանք, դե լավ, մարդկա որ լոպազանում է, որ ասենք Opel-ը փոխել է, հիմա Niva-ը առ, հասկացանք, հա։ Երազանք կատարվել է, բայց երեխա է, մարդ է։ Եվ ամեն վարքյան երեխուն շեր անելու գցել եթեր։ Նաև այդ եթերում բաներ կա, չէ, սայտեր կա,
որտեղ մարդիկ կիսվում են իրենց դարդով։ Այստեղ Լոս Անջելեսում կա մի կայք մամաների սայտա։ Ժողովուրդ մտնեք ուշներդ կեթա։ Ինչ ասես չեն կիսվում։ Կներեք իհարկե ֆորմատը թույլ չի տալիս, բայց մի քիչ ֆորմատից շեղվենք։ Ժողովուրդ ջան, հարգելի մամաներ, երեխային որ կերակրում են, պտուկներս ճաքում է, ինչ անեմ։ Սոցիալական հարտակում կիսվում է այդ կինը, ինչ անի որ պտուկները չճաքեն, նորմալ է ժողովուրդ, բժիշկ կա դրա համար, աղջիկներ ջան, ինչ անեմ, մարդս գնում է սիրածի մոտ, ինչ անեմ որ չգնա, մի հատ հումորով աղջիկ պատասխաներ, ինչ որ սիրածն անում դու արա աղջիկ ջան, չի գնա, դեթեց հումորով էր պատասխան, այսինքն մարդիկ միայն այնքան աբսուրդի են հասնում մեկ-մեկ, այդ կիսվելով, ասելով, բան, որ ուղղակի զարմանում ես, ոնց կարելի է այդքան մոտ թողնել հազարավոր, միգուցե միլիոնավոր մարդկանց քո կյանք։ Ես այս ռեստորանում եմ հաց եմ ուտում, եղբայր, բարյա խորժակ, ինչի համար ես պատմում դրա մասին։ Կամ եթե այդքան դու մարդը սոցիալական կենդանի է, ուզում է սոցիալիզացվի, մենակ է ազգում իրան, միգուցե բան։ Ես ուղղակի խորհուրդ եմ տալիս այն բլոգերշաներին, հա, մեծ մասը։ Այն մարդկանց, ովքեր որ տենց պահանջ ունեն, որ ես ռեստորանում եմ, ես այստեղ եմ մանիկյուրս եմ անում, ես այնց եմ անում, գոնե ասեք այն ժամանակ, երբ որ տեղից դուրս եք գալիս արդեն։ Մի նշեք ձեր տեղը հենց այն մոմենտ, որտեղ որ դուք գտնվում եք։ Հիմա որ ասեմ դա վտանգավոր է, ասես լավ, էլի ինչ է սարա, ժողովուրդ, մենք ինչքան ցանկացող ունենք մեզ լավ բարի։ Մի երկու այդքան է կարող ենք չուզող ունենանք։ Եվ դուք գիտեք, ես տենց ասենք ես իմ ինչ տենց հավատացյալ մի տենց մի մարդ չեմ եւ այլն, ագնոստիկ եմ իմ բնավորությամբ, հա, տենց որևէ կոնկրետ կրոնի չեմ պատկանում եւ այլն, բայց չար էներգիային հավատում եմ, հավատում ունա զգացել եմ, չեմ հավատում ոչ մի բանի, եթե միջև աչքս չտեսնի, ես չեմ հավատա, բայց ես զգացել եմ բարի էներգիայի եւ չար էներգիայի գոյությունը։ Հիմա հավատացյալները դա կասեն Աստված եւ Սատանա, ագնոստիկները կասեն բանը էներգիայի պահպանման օրենք, գիտնականները։ Ես չգիտեմ որտեղ ինձ որ իզմերին ինձ հիմա բանանեմ, դասավորեմ, բայց կա բարի էներգիա եւ չար էներգիա։ Ես զգացել եմ, երբ որ ես մի բարի տեղ եմ, որտեղ որ մարդիկ բարի են, լավ են վերաբերվում, ես ինձ լավ եմ զգացել։ Եվ չի եղել, որ մտնում ես մի տեղ, մեկ ես գնես, որ գլուխդ սկսում է պայթել ուղղակի, ցավալ, ստամոքսը տա ցավում, վատ ես, տրամադրություն դգնում, դա նրանից է, որ այդ ընդհանուր մթնոլորտը վատն է։ Եթե դուք բաց եք ամբողջ ձեր ներվերով, ամբողջ ձեր այդ ամբողջ ձեր պատնեշը քանդում եք, ասում եք ստեղ եմ, այնտեղ եմ, այս արիցի, դուք թողնում եք ամեն ինչ մտնի ձեր մեջ, ինչի համար, մի քիչ պաշտպանված եղեք, ինչ պարտադիր է նոր տուն ես առես սաղ ցույց տաս, այս սենյակն է, այս դաշտն է, այս բանն է, այս բանն է, այս իմ հայատն է, այս իմ գարաժն է։ Ես հիշում եմ տատիս ողորմածիկ, մի անգամ դες չար երեխա եմ եղել։ Ջրի տրուբա կար, խողովակ կար, այդ ջրի խողովակով բարձրացա երկրորդ հարկի բալկոնից մտա ներս։ Տատս ասեց դա գողին ճամփա ցույց կուդաս, մի երա։ Իհարկե աբսուրդ է, գողը ինչ է, երեխու բարձրանալով դե հասկանար, պարզա չէ որ գողը մտնելու էր, էլի կմտնի, բայց համենայն դեպս կարող է ինչ-որ մի գող լինի, որ հասկանա, որ եթե լակոտը որ բարձրացավ, էսի կարա բարձրանա։ Այսինքն ես ինչ-որ մի գաղտնիք բացեցի, որ մեր տուն կարելի է այդպես մտնել։ Դուք որ ցույց եք տալի, որ դուք ստե եք ապրում, ընդ եք ապրում, ստե եք ապրում, էս իմ սենյակն է, էս իմ գարաժն է, էս իմ մեքենան է, էս իմ կնիկն է, էս իմ երեխեն է, դուք բացում եք ամեն ինչ, դուք բացում եք ձեր պրիվատ տարածքը, այն ինչ որ ձերն է։ Եվ բնականաբար դառնում եք թիրախ այն մարդկանց, ովքեր որ ձեզ համար չուզող են ձեր երեխաների հանդեպ, չուզող են ձեր տուն, տեղ, ընտանիքի հանդեպ եւ այլն։
Իհարկե դա չի վերաբերվում այն ստատուսներին, որոնք ոք ասենք խոսում ես, ասենք քո աշխատանքի մասին, ասենք ես օֆիսի տեր եմ, ասեմ օֆիսս ինչ լավ է, տեսեք ինչքան լավ գործ ենք արել, էս ենք արել, եւ դու ռեկլամի համար դրա մասին խոսում ես։ Դա նորմալ է։ Ընտանիք չես մտցրել, օֆիս ես մտցրել, որ աշխատում է եւ բնականաբար եթե այդ օֆիսը աշխատում է, ապա այդ օֆիսը հետո ավելի շատ պահանջարկ կունենա եւ այլն։ Հիմա եկեք այդ ամբողջ այդ ասածներից զատենք այն մարդկանց կամ այն սեգմենտը, որ կարող է դա իրան թույլ տալ, այդտեղ բացվել։ Նախ եւ առաջ դա շոու բիզնեսի եւ թատրոնի դերասաններն են։ Հիմա ասեմ ինչու համար։ Բազմիցս տեսել եք։ Ես Սարի թատրոնն եմ ցույց տվել, իմ ամառանոցն եմ ցույց տվել, կարող է երեխես վազվզին դե, կարող է բան, տեն, ասենք բան։ Ժողովուրդ ջան, ես տարիներ շարունակ իմունիտետ եմ ձեռք բերել եւ գիտեմ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել։ Ինձ նման մարդիկ, հա։ Ես կոպիտ ասած դրա մասնագետն եմ։ Այսինքն ես ոչ թե սոցիալական մեդիայի մասնագետ եմ, այլ ինձ ռեկլամ անելու մասնագետն եմ։ Ես գիտեմ ինչը ես կարամ ասեմ եւ օգտագործեմ, ինչը չեմ կարա ասեմ ու պետք չի դա օգտագործել։ Երբ որ ես ուզեմ տալի իմ տուն ասեմ, ես տեն ներկայացում եմ անում, դա նորմալ է։ Դա նորմալ է։ Դու մարդիկ տոմս պիտի արդեն ես պիտի բիզնես անեմ, փող պիտի աշխատեմ այդտեղ։ Դա նորմալ է։ Ես իմ խոհանոցը կամ իմ բանը, ասենք ննջասենյակը չեմ ցույց տալիս։ Երբ որ ես կարող եմ ինձ թույլ տալու, ես ասում եմ նկատի ունեմ շոու բիզի, ասենք դերասաններին, իմ կոլեգաներին, շոու բիզնեսում չեմ իհարկե, բայց ասենք դերասաններին, բաներին, ովքեր որ հանրային են ապրում, հանրայինի պրոդուկտ են, այսպես ասած, հա։ Երբ որ ինձ ասում են, որ երբ որ ինչ որ մի հիմար գրում է, որ Սերգեյ Դանելյանը իր մորը գցելա ծերանոց, որևէ մեկին դա կարող է սպանել, ասել ոնց թե բան։ Սերգեյ Դանելյանը նու բազա մամաս վաղուց լուսահոգի է, ասենք դաժե որտես բանել գրեն, բայց կա այնտեսպիսի դեպք եղավ։ Այդ օրվանից իմ էջերս սկսեցի լավ աշխատել։ Ես սկսեցի դա օգտագործել։ Այն օրվանից որ ասեցի Սերգեյ Դանելյանը մեռել է, հիշում եք այդպեսի բաներ կար։ TikTok-ում բանում ասեցի Սերգեյ Դանելյանը մեռել է։ Ես դա օգտագործեցի որպես իմ ներկայացումների ռեկլամ, որովհետև էջերս 2-3 անգամ սկսեցին ավելի շատ աշխատել։ Այսինքն այդ տիպի մարդիկ, ովքեր որ սոցիալական են ապրում, ես կարամ վաղը կամ ես չէ, ինչ որ մեկ ասի, որ ես կերոջից բաժանվեցի, որովհետև նա ինձ բան դավաճանում էր։ Այդպեսի fake գցեն ուղակի, եւ մարդիկ խոսել, հայ դեպ այս ինչ օրը ներկայացում եմ խաղում։ Կամ այստեղ համեր գսա եւ ավելի շատ մարդ կիմանա որ համեր կա։ Այսինքն դա PR-ի խոդեր են, որոնք որ ինձ նման անպարկեշ մարդիկ, այսպես ասած, որոնք որ օգտագործում են մեդիայի այդ եւ հասարակ ասենք հանդիսատեսի վերաբերմունքը, բանը կարող են օգտագործել իրենց աշխատանքի համար։ Եվ ինձ նման մարդիկ իմունիտետ ունեն։ Նրանք գիտեն ինչ ասեն, ինչ չասեն։ Նրանց վրա դա չի ազդում։ Ին վրա չի ազդում, որ ինչ-որ մեկը կարող է ինձ տրուսիկով նկարի, ասենք մի հատ նկարում, չէ՞, տրուսիկ գլխից, հետեսյունց նկարում։ Ինձ դա լավ է։ Հավատացեք, ես եմ գցել այդ նկարը, չէ՞, ինձ ոչ ոք չի նկարել։ Ես եմ տկլոր նկարել կինոյում։ Հո մեկը չի եկել ինձ, պատես դու միզելուց նկարել ու տվել եթեր, չէ, ես դա հատուկ եմ արել։ Եվ դա գցելով եթեր, ինձ օգուտ է, բայց ձեզ ոչ։ Որով դուք այդ մարդը չեք, դուք այդ մասնագիտության մեջ չեք, դուք ավելի խոցելի եք, քան թե ինձ նման մարդիկ։ Ինձ նման մարդիկ խոցելի չեն, ինձ նման մարդուն ինչքան վատ ասեն, այնքան քամուդեն միզելու նման մի բան է, էֆեկտը հակառակն է։ Դրա համար մի համեմատվեք, ես գիտեմ, որ հիմա ասում եք, ասում, ադե դու էլ ես էլի ցույց տալի, դու էլ ես ասում, ես ինձ դա օգուտ է, ձեզ ոչ։ Մի ցույց տվեք, մի բացեք ձեր ամեն ինչը, մի կիսվեք, մի խոսեք։ Խոսեք բարի նորմալ բաների մասին, խոսեք, չգիտեմ, այնպես բաների մասին, որոնք որ չեն ջարդում ձեր այդ պատը,
եւ չեն մտնում ձեր հոգու, ձեր ընտանիքի անդամների, ձեր ամբողջ այտենց պրիվատ տարածքը։ Դա շատ վտանգավոր բան է, շատ վատ բան է։ Այս եթերից երևի թե այսքանը քաղենք ժողովուրդ ջան։ Էդ էի ուզում ասեի, շնորհակալություն որ հետևեցիք։ Հա, իդեպ մի հատ էլ ասեմ, որ ամսի 10-ին Լավինիում խաղալու եմ նոր ներկայացում, նոր ստենդափ, համերգա, համեցեք շատ հետաքրքիր երեկո է ձեզ սպասում, իսկ մենք հենց անպայման կհանդիպենք տարբեր հետաքրքիր թեմայով։ Խնդրում եմ կոմենտներ գրեք, կոմենտները ինչ որ մի լեզվով գրեք, էլի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, մի գրեք այդ խառը տառերով, մանավանդ որ այսօր երբ որ ես սա գրում եմ, մայրենի լեզվի միջազգային օրն է։ Շնորհավորում եմ բոլոր մարդկանց, ովքեր որ ունի մայրենի լեզու եւ ով որ ունի մայրենի լեզվի տառեր։ Գիտեք մենք ինչքան քիչ են ժողովուրդ ջան, շատ քիչ են ժողովուրդներ, որոնք ունեն իրենց մայրենի լեզվի հենց սեփական տառերը։ Շնորհակալություն, հանդիպենք։